Իսկ Նիդերլանդների հետ ստորագրված ռազմավարական գործընկերությունը ինչ կարող է տալ Հայաստանին։ Ես կարծում եմ սա ընդհանուր եւ ԵՄ երկրների հետ համագործակցության բաղադրիչներից մեկն է։ Հայաստանի եւ Նիդերլանդների հարաբերությունները բավականին սերտ են վերջին տարիներին եւ այս տրամաբանության մեջ բացի Ֆրանսիայից մեկ այլ եվրոպական երկրի հետ նման փաստաթուղթ ունենալը, ես հուսով եմ իհարկե որ Ֆրանսիայի հետ Ես հենց դա եի ուզում հարցնել, որ համեմատության մեջ Ֆրանսիայի հետ մենք ավելի սերտ հարաբերությունների մասին կարող ենք խոսել եւ տրամաբանությունը իմ կարծիքով հետեւյալն է, որ մենք քայլ առ քայլ ենք մոտենում ավելի սերտ հարաբերությունների Եվրամիության հետ ընդհանուր առմամբ եւ Նիդերլանդները հավանաբար համարվել է Հայաստան Եվրամիություն գործակցության ավելի քիչ խնդրահարույց ուղղություն, քան ուղիղ Հայաստան-Ֆրանսիա փոխհարաբերությունը, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Ֆրանսիայի հետ կապված որոշակի խնդիրներ ունի, Ադրբեջանից եւ Բաքվից եւ Մոսկվայից Հայաստանին բավական շատ դեպքերում մեղադրում են Ֆրանսիայի պրոտեկտորատ դառնալու ինչ որ անիմաստ վախեր ունեն դրա հետ կապված թե ինչ եւ այս առումով Թուրքիայից նաեւ այո Ֆրանսիայի հետ կապված որոշակի խնդիրներ կան եւ այս առումով հավանաբար Հայաստանը եւ Ֆրանսիան նաեւ ես ենթադրում եմ որ նաեւ Ֆրանսիան մտորել են եւ հանգել են եզրակացության, որ կարելի է առաջին հերթին ռազմավարական համագործակցությունը ձևակերպել Հայաստանի եւ Նիդերլանդների մեջ, որպես նաեւ Ֆրանսիայի հետ ամենասերտ հարաբերություններ ունեցող պետություններից մեկը Եվրամիությունում, ընդհանուր բազմաթիվ շահեր ունեցող պետություններից մեկը, որից հետո գուցե նաեւ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հերթը գա։ Այսինքն իմ կարծիքով սա կիսաքայլ է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցության ճանապարհին։ Եվրախորհրդարանը քննարկեց հայ գերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցը եւ նրանց համարում է դատավարությունները ապօրինի եւ կեղծ եւ պահանջում է Բաքվից նրանց անհապաղ ազատ արձակել։ Հիմա գերիների այս խնդիրը սա լուծում ունի թե չունի։ Սրա հետ կապված Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը մարդիկ չհավատացին նրա բացատրությանը մեծ հաշվով, ասում են սա ուղիղ կապ ունի այդ հայցերը հետ կանչելու հետ։ Հիմա լուծում կա, ինչ որ իրավական դաշտում լուծում կա, թե ամեն դեպքում սա քաղաքական է եւ մենք պետք է սպասենք, չգիտեմ, ինչ իրադարձությունների։ Իրականում իրավական որևէ միջոց չկա Ադրբեջանը ստիպելու, գոնե այսօրվա աշխարհում որևէ միջոց չկա Ադրբեջանին ստիպելու, որպեսզի բաց թողնի գերիներին Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը իմ կարծիքով ես համաձայն եմ չհավատացողների հետ իմ կարծիքով այո կապված է հայցերի հետ կանչման հետ գուցե այս հարցում ինչ որ համաձայնություն արդեն կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հուսանք որ այդ համաձայնությունը ներառել է գերիներին բաց թողնելը որովհետեւ գուցե Հայաստանը Ադրբեջանից պահանջել է դրա դիմաց գերիներին բաց թողնել մենք չգիտենք իրականում այդպես է թե այդպես չէ օրինակ ես համաձայն կլինեի եթե գերիներին բաց թողներ Ադրբեջանը դրա դիմաց Հայաստանը հայցերը հետ կանչեր Չէ, բայց նաև իր հայցերը հետ կանչեր Ադրբեջանը եւս իր հայցերը հետ ակնհայտ է Ադրբեջանը հետ է կանչելու եկեք իրավական այդպես մեխանիզմների մեջ չմտնելով այդպես ընդհանուր գլոբալ պատկերացնենք Ադրբեջանի հայցերը Հայաստանի դեմ շատ թույլ են եւ շատ ավելի քիչ են ընդունված հայցերը քան Հայաստանի հայցերը Ադրբեջանի դեմ որոնք բավական փաստարկված են եւ բավական մեծ հավանականություն կա որ Հայաստանը հաջողությունների հասնելու է եւ այս կետը ակնհայտորեն ձեռնտու է Ադրբեջանին շատ ավելի, քան Հայաստանին հայցերի հետ կանչման հարցը եւ այստեղ հավելյալ բան Հայաստանը կարող է պահանջել Ադրբեջանից, գուցե պահանջել է, մենք տեղեկատվություն չունենք, եթե պահանջել է եւ եթե Ադրբեջանը համաձայնություն տվել է, ապա ինչ որտեղ կարելի է արդարացնել Հայաստանի կողմից հայցերի հետ կանչման հարցում համաձայնություն տալը։ Իսկ եթե հայցերը հետ են կանչվում եւ գերիների հարցը մնում է, ապա այդ դեպքում ես ինքս դեմ կլինեի նման զարգացման։ Հիմա ամփոփենք մեր հարցազրույցը պարոն Ղևոնդյան երկրում արկա այդ նախընտրական տրամադրություններով տեսնում են Գյումրիում եւ Փարաքարում սպասվում են ընտրություններ իշխանությունը այդ տրամաբանության մեջ է հայտարարություններ են հնչում էլի կարծես թե մենք տեսանք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանին ինչ դիտարկումներ կան որքանով է առողջ այն ընտրապայքարը որը ծավալվում է տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում ինչպիսին է իշխանության վարքագիծը եւ արդյոք արդեն կանխատեսելի է թե մենք ինչպիսի համապետական ընտրությունների են գնալու ինչ մթնոլորտում հաշվի առնելով նաեւ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը եւ ըստ էության պայքարի մեջ մտնելու հայտը որը նա ներկայացրել տեսեք երկու
երկու հարց կա իրականում ձեր հարցի մեջ, նախ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ, հետաքրքիր է, որ կարծես թե մեկ քայլ մենք առաջ ենք գնում ի տարբերություն նախկին նման ընտրությունների, նույնիսկ Երևանի ավականու ընտրությունները որոշակիորեն այդ սև սպիտակի տրամաբանությունից դուրս չէին եկել, թեև կար Հայկ Մարությանի գործոնը, բայց քանի որ սև սպիտակի հեղինակներից մեկը ինքն էր, միևնույն է այդ տրամաբանությունը մնում էր, այստեղ կարծես թե այդ տրամաբանությունը փոխվել է, ընդ որում փոխվել է երկկողմանի, փոխվել է մի կողմից այն, որ բացի իշխանությունից եւ այդ արմատական ընդդիմությունից կա նաեւ այդ Եվրադաշինքի կողմից առաջադրված Լևոն Բարսեղյանը, ով որոշակիորեն գունավորել է դաշտը, եւ բացի դա կա նաեւ դաշտերից մեկի կողմից, այդ նախկին իշխանությունների կողմից, բացի իրենց առաջադրած տեխնացուից, նաեւ նախկին քաղաքապետի առաջադրման հարցը փաստացի ստացվում է, որ այդ մի դաշտն էլ տրոհվել է երկու մասի։ Ստացվում է, որ մենք հիմա ունենք երկու մասի տրոհված մեկ դաշտ, մեկ առանձին դաշտ, որը նոր է հայտնվել եւ իշխանությունները եւս մեկ դաշտ, այսինքն սա արդեն ընտրության հնարավորություն է ի տարբերություն նախկինի, երբ մենք կարող էինք ընտրել կամ ներկայ իշխանություններին կամ նախկինում իշխանություն եղած ուժերի։ Ինչ վերաբերում է հաջորդ տարվա հանրապետական ընտրություններին, հա, մի կարևոր բանի մասին մենք չխոսեցինք, որը կապված է հանրապետական ընտրությունների հետ, եւս մեկ կարևոր խաղացող, որը կարող էր որոշակի փոփոխություն մտցնել, կարծես թե խաղից դուրս եկավ, ես նկատի ունեմ մեր հայտնի բլոգերին Վարդան Ղուկասյանին, ով խաղից կարծես թե խաղից դուրս եկավ, կապված է արդյոք դա իր նկատմամբ Հայաստանի պահանջներին, հետախուզական եւ այլն, ես ճիշտ ասած չգիտեմ, այնուամենայնիվ պետք է նշել, որ նրա խաղաքարտը հանրապետական ընտրությունների ժամանակ գուցե նշանակություն ունենա, թեև այդպես 100% համոզված չի կարելի ասել, որովհետեւ տեսեք այս անգամ մենք ստացանք նման զարգացում։ Հանրապետական ընտրությունների ժամանակ ըստ ամենայնի մենք նման պատկեր ունենալու ենք, այսինքն լինելու են իշխանությունները տրոհված դաշտ է լինելու նախկին իշխանությունների կողմից, գուցե ոչ երկու մասի, ինչպես այսօր, այլ մի քանի մասի, որովհետև այլ դերակատարներ եւս կան, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից աջակցվող ուժերն են, կան նաեւ Բագրատ Գալստանյանի կողմից գուցե ինչ-որ ուժ լինի, ձևավորվի կամ ինչ-որ ուժի նամիանա, գուցե այլ դերակատարներ հայտնվեն, այսինքն կարող է ավելի շատ մասերի տրոհվել այդ դաշտը եւ նաեւ կունենանք արևմտամետների դաշտ, այդ Եվրաքվե նախաձեռնության եւ այսօր արդեն Եվրադաշինքի կողմից ներկայացվող, որը եւս գուցե ամբողջական լինի, գուցե նաեւ նրան հարող այլ ուժեր եւս մասնակցեն, այսինքն ես կանխատեսում եմ, որ 2026 թվականի հանրապետական ընտրություններին ընտրությունը լինելու է շատ ավելի մեծ, քան նախկին դեպքում։ Եվ Նիկոլ Փաշինյանի այդ նախկիններին կամ Գողոն Թալան այդ խոսույթին հղում անելով չի հաջողվի այդ մանիպուլատիվ էֆեկտը օգտագործել եւ հանրության վստահությունը կրկին շահել։ Իմ գնահատմամբ քաղաքականությունն եմ ուզում գնահատել։ Իմ գնահատմամբ անկախ նրանից ընտրություններին ինչպիսի ընտրություն կլինի, ներկա քաղաքական ուժը, որը իշխանության է, միևնույն է նորից ստանալու է առավելագույն մասը ձայների, այսինքն ամենամեծ հնարավորությունն է ունենալու իշխանություն կազմելու, բայց կարծում եմ այս անգամ միանձնյա իշխանություն ունենալ նա չի կարողանա եւ շատ կարեւոր կլինի թե մյուս ուժերը որոնք են եւ քանի որ այդպես է լինելու, ապա գուցե մենք Նիկոլ Փաշինյանի կողմից չտեսնենք այս անգամ նախկին ներկա այդ մանիպուլյատիվ երևույթները, գուցե իշխանությունները, իշխող քաղաքական ուժը այլ մարտավարություն որդեգրի, որովհետեւ այս անգամ խնդիրը լինելու է ոչ թե նախկինների մերժելու հաշվին իշխանություն ունենալը, այլ երկրորդ, երրորդ, չորրորդ ուժերին ունենալ այնպիսի ուժեր, որոնց հետ հնարավոր լինի կոալիցիա կազմել։ Բայց ինչով եք պայմանավորում, որ իշխանության ձայներ ստանալու այդ հնարավորությունը, առավելագույն ձայներ ստանալու հնարավորությունը դեռևս մեծ է։ Դա ինչով եք բացատրում ու պայմանավորում։ Ես ավելի հստակ ներկայացնեմ, հա, ինչու է դեռևս մեծ, ես նշեմ ինչու է դեռևս մեծ, որովհետև ըստ բոլոր արտաքին ազդակների Հայաստանի ներկայ իշխանությունները համեմատած մյուս քաղաքական ուժերի հետ առանձին ամենամեծ ռեյտինգը ունեն եւ ամենամեծ ընկալումը ունեն։ Եթե իհարկե հնարավոր լիներ մնացած ամբողջ դաշտը համախմբել, ապա ներկայ իշխանությունները կպարտվեին շատ մեծ հավանականությամբ, բայց դա հնարավոր չէ առաջնորդին գաղափարական առումով, հետո նաև այն պատճառով, որ այնտեղ կան բացի գաղափարականից նաև անձնական խնդիրներ միմյանց միջև։ Եվ այս համատեքստում պետք է նշել, որ Հայաստանի իշխանությունների առաջին տեղում հայտնվելը այլընտրանք այս բանին չունի, ինչքան ուզում է ինչ ուզում է անեն այլ քաղաքական ուժերը, բայց այդ առաջին տեղը այս
ընտրությունների ժամանակ իմ գնահատմամբ ամենակարևորը չի լինելու, ամենակարևորը լինելու են երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը, որովհետև առաջին տեղին պետք է լինելու ինչ-որ մեկի հետ կոալիցիա կազմել, որպեսզի կարողանա իշխանության մնալ։